Ողջույն բոլորիդ, ձեզ լավ ու բարի օր եմ մաղթում, խաղաղ և օրհնված օր եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, հողամասի աշխատանքները շարունակվում են, այսօր էլ որոշել են ծառերը, հաղարջները, սմորոձինաները սրսկեն, որդիս գնել է հատուկ ծառերի, սմորոձինաների, վարդերի և ելակների, կլուպնիկաների համար դեղ է, որ պետք է ջրով լուծույթ սարքեն, սրսկեն, ասեն, որ վտանգավոր չի, վաճառողն ասել է, թույն չի, որ մտածեք թույն է, ուղղակի այդ մրջյունները, այդ միջատները ծառերին, որ վնաս են տալիս, դրա դեմ է։ Ձեզ այդ սիրով ասեցի բարևեմ, այսօր ավելի լավ եմ ինձ զգում, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ ձեր բարի ջերմ գրառումների համար։ Մի քիչ զրուցեմ ձեզ հետ, նոր արդեն կանցնենք գործի, ամուսինս կսրսկի, ես ես սիրով ցույց կտամ։ Ասեմ, որ այս տարի չեն թողում, որ ես աշխատեմ, այդ ոտքս ցավում է, մի քիչ լավ չեմ զգում ինձ, հարսս որդիս են անում, ամուսինս էլ գործ չի անում, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի սրսկումը որոշեց, որ ինքը անի, որդիս իրեն էլ չի թողում, որ աշխատի, գարուշիկս, մարինկաս օգնում են որդուս և հարսիս, իրենք են անում, բայց թող ցանեն ամեն ինչը, որ չեն թողնում իրենք ինձ անեմ, իրենք կանեն գոնե քախանելու ժամանակ օգնեմ, այդ ժամանակ լավ կզգամ ինձ։ Ծաղիկները հանել ենք, խրիզանտեմաները 3 պամիդորի համար, որ պետք է պամիդորները տնկենք, ջերմոցից հանել ենք, հələ տեղը որոշենք, տեսնենք որտեղ ենք տնկելու, լավ փարթամացել են, աճել են։ Չգիտենք տրակտորը, հողամասը, այս մասը երբ կգա կվարի, մինչև ամսու 9 կվարի, նոր արդեն ցանելը ցույց կտամ, դե արդեն ասել եմ, սացիլները Alliance տնից բերել ենք, պամիդորները դրել ենք, հետո ցույց կտամ պամիդորների աճը, դեռ մի քանի օր պամիդորները չեն սկսի աշխատել, որովհետև իրենք շատ, կարելի ասել, վնասված են, դեղնած են, մի տեսակ են, ճիշտ է, հաստ է սացիլները, բայց դեղնել են շատ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր կոֆեն պատրաստ է արդեն, որդուս հետ նստած կոֆե ենք խմում։ Մեր առավոտվա կոֆեն ձեզ հետ միասին, դուք էլ ձերդ դրեք, միացեք մեզ։ Առավոտվա ժամը 6-ից որդիս ոտի վրա է, աշխատում է, մաքրություն է անում արդեն, դասավորվում է, շատյորը դասավորեցին, կախեցին, հիմա էլ այս շուրջ բոլորն եմ մաքրում, սիրելիներս, որդուս անունը Նորիկ է, արդեն Նորիկ եմ, Նորայր է, եթե որոշեցի մինչև Հայաթի գործերը սկսել առավոտ շուտ մի քիչ ուբորկայի զբաղվեմ, շատյորը շուրջ բոլորը մաքրենք, որ նստելից հաճելի լինի։ Նո, հեսա կսկսենք Հայաթի առօրյայով, ինչպես միշտ։ Այս քանի օրն մի քիչ ծանր գործակ անենք Հայաթը մինչև ընկնենք հունի մեջ։ Դրանից արդեն հետո կսկսենք վայելել մեր բերք ու բարիքը։ Ժողովուրդ ջան, պետք է անես, որ հաճույք ստանաս հետագայում ուտելուց։ Առանց չարչարանքի, առանց քրտինքի ոչի բանը չի լինում։ Քանի որ սեփական տանն ենք ապրում, պետք է աշխատենք։ Մեկս մեկին օգնելով, ինչ կարող ենք, այն պետք է անենք։ Իսկ մնացած ընթացքում կտեսնեք քայլ առ քայլ։ կոֆեն խմեցինք, վերջացրեցինք, Նորայրը տղաս, անունը Նորայր է, բայց մենք Նորիկ ենք ասում, գազն է լվանում, որ մաքուր լինի, դրսում է, դարձյալ սիրում է, որ ամեն ինչը մաքուր լինի։ Գիտեք քանի տարվա գազ է, շատ վաղուց վայ է,
Այս ծորակն էլ պատրաստի կողքերը էլի հավուզի նման, որ գործ անելուց ոտներիս վրա չթափի։ Անցնում է, բայց սպիրալ կարելի է բերել։ Շատ արև է ու շատ շոկ, հլը տեսեք ինչ արև է, կիզիչ արև։ Շատյորն էլ է արդեն հավաքած, գետինը մաքրեց, ամբողջ խոտերից հանեց։ Հերթը ստեղ էլ կհասնի, այստեղ էլ քար պետք է շարի, կամաց ասել եմ, չէ, կամաց են գնում առաջ, քայլ առ քայլ, հավաքել է։ Կոֆե խմեցինք, սեղանն է, հիմա ցույց տամ գազը, ոնց է վերջնական իտոգը ցույց տամ գազը։ Սա գազի բալոնն է, բայց պետք է ծածկվի, սիրելիներս, հետո ծածկած ժամանակ ցույց կտամ։ Այստեղ մեր խմած կոֆեի բաժակներն են, դարձյալ հույր ունեցանք, որդուս ընկերը եկավ, միասին կոֆե խմեցինք, սեղանը կլինկորն է, նոր ենք փռել, ասեք շնորհավոր, ուրախությունով, օգտագործենք, լավ ուտելիքներ պատրաստենք, համենք ուտենք, համ էլ ձեզ հրավիրենք, մեր սեղանից օգտվեք, ուտեք, համեցեք սիրելիներս, ամռանը, ովքեր մոտիկ են ապրում, եկեք, հələ գազը, հիշում եք, ցույց տվեցի սկզբից, դե հիմա նայեք։ Բա որ ասում եմ տան հարսի պես աշխատում եմ, մաքրում եմ, սա նայեք հլը։ Սա էլ գազը, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, կոֆեն խմանք, գազը ցույց տվեցի, լավ լված, պլպլացրեց։ Հիմա էլ մի փոքր հələ չի հանգստացել, եկել է այսենց ծառերի բուկերն է բացում, կլոր, որ ջրելու համար հարմար լինի։ Հանգստանալ չունի, նստել չունի, հələ հաց էլ չի կերել, ժամը արդեն համարյա 4-ն է։ Այսինքն մաքրում, այն կողմը արդեն մաքրե վերջացրել է, փորել, ցույց կտամ։ Քանի որ տրակտորը հələ ամսու 9-ին տեսնենք կգա թե չի գա, այս գործերը ուզում է ձեռքի հետ անել վերջացնել, որովհետև մի քանի օր գործի չի գնալու, վերջացնի նոր գնա, իսկ գործից հետո որ գնա գա, դժվար է սիրելի հետևորդներ ջան։ Մինչև գալիս է աշխատանքից Մոսկվայից հասնում է տուն հոգնած, մի կտորել հաց ուտի գոնե հանգստանան։ Դրա համար մի քանի օր թող մնա տունը հանգիստ գործը անի, որ շատ չհոգնի։ Ուժու եռանդ մեր աշխատավոր ձեռքին սիրելիներս, առողջություն, բոլորի զավակներին առողջություն եմ ցանկանում, հաջողություն։ Օրեցօր թարխունները մեծանում են, օրեցօր, ժամ առ ժամ, որտև տաքություն է, որովհետև արև է, չի թողնում որդից, որ ես զբաղվեմ, թարխունները մաքրեմ, բժարեմ, քախանեմ էլի, վաղն էլ ասում է ես էդ կանեմ, ծառերը անեմ վերջացնեմ, նանաները տեսեք ինչ բարձրացել է, մի քանի օրից արդեն քաղեմ կչորացնեմ կամ էլ կդնեմ սարցախցիկը, երբևիցե չեմ դրել սիրելի հետևորդներ ջան, սարցախցիկը, եթե լավ է լինում գրառման բաժնում գրեք, կարող է ձեզանից մեկն ու մեկը դրած լինե սարցախցիկը, եթե լավ մնում է կդնեմ սարցախցիկը, մաքուր, սիրուն, դասավորված, բահերն էլ տեղ ունի, կտանի, քանի որ աշխատում է բահերով, հիմա ստեղ է դրել, խնդրեմ,
Շատ լավ ստացվեց, մաքուր։ Արդեն բացելով եկել է։ Էս էլ ելակներն են։ Չոք է աշխատում, չոք։ Պետք է ամենայն մանր խոտն էլ հանի։ Լցնի դույլի մեջ տանի թափի, երբեք օղերը չի շպրտի։ Էս կողմ են կողմ։ Սա էլ սալոր է։ Այստեղ պատվաստ է արել, բայց չգիտեմ ինչ է պատվաստել ամուսինս։ Ընկյուզենին այստեղից երևակայի այսօր կհանենք։ Տեսնենք, գործերից է կախված։ Տեղը չի, հեչ հարմար տեղ չի։ Տեսնում եք, այսինչ, սկզբից մաքրելով, սիրուն եկել է։ Սա էլ կարևոր գործ է։ Տանձենին արդեն մի երկու օրից լրիվ կբացվի։ Այս տերիտորիան, որ մաքրել է, փայտեր էր կուտակված, տախտակներ, հիշում եք չէ, սիրելիներս, այնտեղ որ դասավորել են, հիմա այստեղ մաքուր, սիրուն, տեսնենք, այսօր երեկոյան ուզում են այդ խրիզանտեմաները, որ հանել ենք ջերմոցից, ուզում են այս մասում տնկել, ինձ թվում է շատ գեղեցիկ տեղ է, որտև այստեղ էլ դրել ենք նորից, հիշում եք, դրսի կրավատը նստում ենք, սետկա էր, դրել էր ջերմոցը, հանել ենք դուրսը, այսինչ, շուրջ բոլորը ծաղիկներ, ինքն էլ մամայի նման որդիս, Նորիկը, սիրում է, որ շուրջ բոլորը ծաղիկ լինի, ամռանը, որ խորոված ենք անում, դուրսը նստում ենք, չէ, հաճելի է, ծաղիկները, կողքներս, մաքուր, ակուրատնի, նստենք, վայելենք մեր երեկոն ընտանիքի անդամներով։ Չի աշխատում։ Սիրելի հետևորդներ ջան, ամուսինս ծառերն է սրսկում, սկսել է մալինաներից, հաղարժներից։ Միջատներից թրկվելու համար, միջատները շատ են հավաքվում այդ հաղարջների վրա, ծառերի վրա։ Սրսկում է, որպեսզի տեսնենք, այս տարի ոնց կլինի։ Ոչ մի տարի չենք սրսկել, առաջին անգամ է, որ սրսկում ենք հաղարջները։ Հոլովակի մեջ հիշում եք, որ ասեցի այս հաղարջը չգիտեմ ցուրտը տարել է, թե ոչ չի տարել, սորտն է այդպիսին։ Թփերն ուրիշ ձևի են, արդեն հաղարջները, սմորոձինաները կան, հələ տեսեք։ Հետո մի տեսակ այնց անուշ բույր ունեն, հələ չծաղկած։ Հետաքրքիր հոտ ունեն։ Այն տակով են քոքերով, որ լավ մրջունները, միջատները վերանան, ծառերի հոգին էդ հանում են դրանք, ոսոր ասած ավիրում են, փչացնում են էլի։ Այդ շորը փրկություն է, խոտեր էլ չեն աճի, ուղղակի փայտը չհերիքեց, պետք է առնեն նորից փռի հարսը, գեղեցկանա համ էլ խոտ շատ չի լինի, ընդհանրապես չի լինի։
Այստեղ կա մարգարիտկաներ։ Այնտեղ են մեխակները եւ մալինա են հանել։ Մեր հայերից մեկն ուզել է, տանք թող տանեն։ Լավ մալինա է, խոշոր։ Լավ փոխվավ գույները։ Լավ կանանչեցին։ Տաքությունը գիտես ինչ է անում, ամեն բույս աճեցնում է։ Մի շաբաթ հետո արդեն լավ կլինի։ Հերթը արդեն ծառերին հասավ։ Ծառերն է սրսկում։ Նորից եմ ասում, սիրելիներս, քիմիա չի, թե չէ բերանը փակ կսրսկեր։ Ուղղակի վաճառողն էլ է ասել, որ վտանգավոր չի, ուղղակի հենց մրջյունների համար է հատուկ։ Այս երկրորդ ամանն է, բացել է, բերեց։ Մի հատը չհերիքեց բոլոր ծառերին։ Տեսեք ինչ լավ, ոնց որ ասած լողացնում է ծառերը։ Տենց պետք է անես, որ մրջյունները վերանան։ Լռում եմ, լսում եք ծիտիկների ձայնը, թռչունների, լավ ծլվլում են։ Շատ լավ երգում են արդեն, ուզում ես անդադ նստես ու լսես։ Ամուսինս մարաժոները քաղեց, տանենք ձվով սարքենք, ահագին էլ է։ Հեսա քաղի պրծնի ջրենք։ Երկար ես է թողում։ Մեր մոտ երև վայրի սորտնա։ Բրական, չոր մասերը հանում է, ծերի մասերը կտրում։ Տեսնենք հո ցուրտը չի տարի, կտրել։ Արդեն հողամասի բերք ու բարիքից քաղում ենք մարաժոն, տեսեք ինչ լավն է։ Տանեմ տուն ձվով սարքեմ, կամ էլ կբերեմ հենց ստեղեք սարքեմ։ Թարխուն, բերք ու բարիքը քաղեցինք։ Չնայած թարխուն քաղել ենք, հələ ինչ հաստ է, դալար, ձու բերեմ խաշենք, լավաշով, ձվով ուտենք, սա էլ նանա է, աննուշ հոտ ունի, թեյ պատրաստեմ խմելու, շատ օգտակար է, առողջարար, համով թեյ է, նանայի ծլնում համով թեյ, պատրաստեմ, բերեմ խմեմ, ձեզ հետ միասին, ձեզ էլ հյուրասիրեմ։ Սիրելիներս, մինչ ծառերը սրսկի վերջացնի, եկավ ընթրիք պատրաստելու, ճիշտն ասած առավոտյան բացել էի լեչով, որ ձու ջարդեի, ուտեին, են էլ առավոտյան, սա սիսկի, սա ջերկամի խոսքով, թեյ դրեցի, հիմա դրել եմ կրակին, ավելացնում եմ մի լավ կտոր կարակ, լեչոյում, կթողնեմ, կարակը հալվի լավ,
Նոր ձուն կջարդեմ։ Այդ ընթացքում սիրելի հետևորդներ ջան, առավոտվա խաշած սացերկայից մի հատ մնացել է։ Սա ուզում եմ կտորների մանր կտորներ անեմ, լցնեմ լեչոյի մեջ։ Բոխ եմ մաքրում, սիրելիներս։ Կարմիր գույն ունի, ձմերուկի նման եւ ասեմ շատ համեղ բոխ է։ Հիմա մաքրեմ, կտրենք միասին։ Արբուզնի, հա, սիրելիներս, արբուզնի է կոչվում, ամուսինս ասում է արբուզնի, հենց այդպես է կոչվում է։ Կտրենք հելա տեսնենք, իրոք կարմիր է։ Սիրում եմ ջրի տակ մաքրել, կարտոֆիլով, բանջարեղենը շատ եմ սիրում հոսող ջրի տակ մաքրել, լվանալ երևները։ Ուй, հելա տեսեք, ասեմ, որ մի երկու անգամ գնել ենք, շատ համով է, իրոք համով է։ Լավ է ձեռքի վրա կտրեմ։ Արդեն լեչոն լավ եռում է, սիրելի հետևորդներ ջան։ Մի ինձ անուշ բույր է տարածվել խոհանոցում, որ ոնց որ ամառ լինի։ Ամառվա համն ու հոտը եկավ։ Հիմա ձու եմ կոտրել 7 հատ։ Աղան եմ ձուն։ Լավ ծփեմ փրփրի, որ ընտիր ստացվի լեչոյի ձվածեղը։ Տեսեք ինչ հավեսին է, հավեսին է։ Հիմա չեմ խառնելու, թող մի հատ լավ եփի, նոր կխառնեմ։ Բերանը ծածկեմ, թող եփի։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ լավ ստացվեց։ Հիմա անջատեմ, գնանք հաց ուտելու։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Բողկն էլ ցույց տամ, նոր գնանք հաց ուտելու, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, իրոք շատ համեղ բողկ է, ջրալի, քաղցր, անունին շատ համապատասխան է, ձմերուկի նման է իրոք, որ կոչվում է արբուզնի բողկ։ Ճիշտ է, թանկ է սովորական բողկից, բայց շատ համեղ է։ Դե ինչ սիրելիներս, ցույց տվեցի լեչոն, հեշտ հասարակ պատրաստեցի ձվածեղ, ընթրիք, երեկոյան ընտանիքիս անդամների համար,
եւ բողն էլ ցույց տվեցի, թե ինչպիսին է արբուզնի բողկը։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, ձեզ մաղթելով եղեք առողջ, մի հիվանդացեք եւ օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի Տիկին Մարինեն։ Ես շատ ուրախ եմ, որ դուք էլ ինձ հետ գտնվում էիք Տիկին Մարինեի գեղեցիկ հարմարավետ խոհանոցում։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։